հարց համար 10 համեցեք, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 26 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 միլիարդ 35 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 8 համայնքներից թվով 9 սուբվենցիոն ծրագիր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզի 1 ծրագիր 157.1 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 1 ծրագիր 31.9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր 310.4 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 67.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր 143.9 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր 323.8 միլիոն դրամ։ Միաժամանակ նշեմ, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 26 թվականի պետական բյուջեից 8.384 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր, իրականացված ընդհանուր 15.65 միլիարդ դրամ արժեքով։ Եթե անդրադառնամ ըստ ծրագրերի, ապա խոսքը Արարատի մարզի Արտաշատի համայնքի Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ, Դվին բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցումն է կամ նորոգումը, կատարված շինարարական աշխատանքները 85% են, կառուցվել է 7 կիլոմետր երկարության ոռոգման համակարգ, շահառուների թիվը 256 տնային տնտեսություն։ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի Խաչատուր Աբովյան փողոցի ասֆալտապատումն է, աշխատանքները ավարտված են, ասֆալտապատվել է 1.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան եւ Գանձակ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացումն է, կատարված շինարարական աշխատանքների 95% են, ասֆալտապատվել է 3.8 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ։ Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի գազիֆիկացումն է, աշխատանքները ավարտված են, կառուցվել է 3.3 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուների թիվը 168 տնային տնտեսություն։ Ալավերդի համայնքի Արևածագ, Կարմիրաղեգ, Հագվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի կառուցում կամ նորոգումն է, ավարտված են աշխատանքները, կառուցվել է 1.6 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուների թիվը 98 տնային տնտեսություն։ Սյունիքի մարզի Սիսյան համայնքի Սիսյան բնակավայրի Գայի 1, 2, 4, 6, 7, 10, 12, 13, 14, 15, Զորավար Անդրանիկ 1, 3, 5, Շահումյան 72, 74 շենքերի բակային փողոցների, Զորավար Անդրանիկ, Հովան Որոտնեցու փողոցների վերջնամասի կապիտալ վերանորոգումն է, ավարտական փուլումը ասֆալտապատվել է 2.8 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ եւ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կող բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի շենքի կառուցումն է, շինարարական աշխատանքները 30%-ով են կատարված, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար, Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրի երկրորդ փողոցի սալապատումն է տուֆով, 75%-ով աշխատանքները կատարված են եւ 1739 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ է սալարկվել եւ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սարիբեկ Օհանյան փողոցի առաջին նրբանցքի հիմնանորոգումն է եւ սալարկումն է տուֆով, նույնպես աշխատանքները 95%-ով կատարված են եւ սալարկվել է 2354 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր զեկուցողին չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց։